սրբորեն պահել ենք, պահպանել ենք ժողովրդից ստացած իշխանությունը, թույլ չենք տվել, որ պատահական մարդիկ, որոնք իշխանագողության շատ հարուստ փորձ ունեն, ձեռք գցեն այդ իշխանությունը, եւ մենք այդ իշխանությունը վերադարձնում ենք ժողովրդին։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մի հերթական ստանդարտ օրակարգ չէ, որևէ հիմար լուսանկարի Մարիամ Փաշինյանի քթի կամ զգեստի պես։ Երբ ասում ենք, որ սրանք օրակարգերը լցնում են իրենցով, խոսքն առաջին հերթին նման էմոցիոնալ թեմաների մասին է։ Բայց ցանկացած ընտրություն, այդ թվում անգամ ամենափոքր գյուղի տիմ ընտրությունները, քաղաքական օրակարգ են։ Եվ բնականաբար չենք կարող դրանք դիտարկել որպես հիմնական օրակարգից շեղում։ Այն, որ ընտրությունների շուրջ մեծ աղմուկ է լինելու եւ արդեն իսկ կա, ենթաօրակարգեր են ձևավորվելու, իհարկե փաստ է։ 2023-ի Երևանի ավականու ընտրությունը եւս քաղաքական գործընթաց էր։ Այն ժամանակ բավական լուրջ քննադատություն կար, թե ինչու ընդդիմությունը ծանր հրետանիով չի մասնակցում դրանց։ Եթե ընդդիմությունն իր ենթակառուցվածքներով, ասելիքով, խոսույթով պատրաստ լիներ այդ ընտրությանը, այն կարևոր մարտադաշտ կդառնար, որում ընդդիմությունը կարող էր ինչ-որ ձեռքբերումներ ունենալ, եթե ոչ բուն ընտրություններում, գոնե իր ասելիքն ու խոսույթը տարածելու առումով։ Անկամ հիմա դեռևս ուշ չէ, բավական խոսելու բան կա հենց Երևանի կառավարման հարցում։ Օրինակ, նորահայտ մեծահարուստ Տիգրան Ավենյանի մեքենայությունների մասին պարբերաբար խոսելը շատ կարևոր տարր է այդ խոսույթում, ցույց տալու թե ինչ է կատարվում, ապացուցելու, որ այս իշխանությունները, որոնք եկան ինչ-որ թալանի դեմ պայքարի դրոշներ ծածանելով, իրականում եկել են իրենց ֆինանսական խնդիրները լուծելու։ Դա ի սկզբանե էլ հասկանալի էր, բայց շատերը հավատացին իրենց ու ավականու ընտրությունը շատ լավ առիթ էր բազմաթիվ օրինակներով մատնացույց անելու, թե ինչ է կատարվել Երևանում անցած 5 տարում։ Ցավոք ընդդիմությունը չկարողացավ այդ առիթից օգտվել։ Դա պետք է անի հիմա, հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Պետք է շարունակաբար հիշել ու հիշեցնել Արցախի շրջափակումը, բռնազավթումն ու հայաթափումը։ Շրջափակման առաջին իսկ օրվանից կիրառվում էր ցեղասպանություն բառը, բայց սկզբում վիճակն այդքան էլ ծանր չէր, հետո շատ ավելի ծանրացավ ու ցավոք ողբերգական ավարտ ունեցավ։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանը փորձելու է էթնիկ զտում իրականացնել եւ 44-օրյա պատերազմի արդյունքներով ըստ էության արդեն իրականացրել էր էթնիկ զտում Հադրութում, Շուշիում, դրանից հետո արդեն Աղավնոյում, Բերձորում, դա փաստ էր։ Հայաստանի երրորդ հանրապետության փակումը իր գաղափարախոսական, իր ավանդական, իր ողջ գաղափարախոսական հենքով կարծես թե դարձել է առաքելություն Փաշինյանի համար։ Այդ առաքելության տակ շատերը նույն կպեիք չեն ուզում մտնել։ Հասկանալով դրա նախ բեռը, երկրորդը դա կհաջողվի անել թե ոչ, եւ եթե չհաջողվի, որտեղ կհայտնվեն իրենք։ Պարզ է թե Փաշինյանը չհաջողման դեպքում որտեղ է հայտնվելու, իսկ թե որտեղ են հայտնվելու բոլոր նրանք, ովքեր որ կարծես թե Փաշինյանի առաքելության քաղաքական պլատֆորմն էին։ Որևէ մակարդակի, այդ թվում տիմ ընտրություններն այո, չպետք է շեղեն Արցախի օրակարգից, գոնե ընդդիմությանը չպետք է շեղեն։ Եթե խոսում ենք շեղող օրակարգերից կամ օրակարգ պարտադրելուց, ամենալուրջ խնդիրն այն է, որ ընդդիմությունը սեփական օրակարգ գրեթե չի կարողանում գեներացնել։ Շատ քիչ դեպքերում է, որ այս օկուպացիոն վարչակարգի դեմ պայքարող ուժերը կարողանում են օրակարգերի դաշտ գրավել։ Օրինակ այդպիսի մի փորձ էր 2 տարի առաջ տեղի ունեցած Հայաքվե նախաձեռնության ստորագրահավաքը։ Իշխանությունները շատ լուրջ սխալ թույլ տվին, սկզբում փորձելով Հայաքվեին տարբեր ձևերով խանգարել։ Դա ավելի մեծ աղմուկ ու վրդովմունք առաջացրեց եւ աշխատեց իրենց դեմ։ Այն միֆը, որը հենց ինքը ռեժիմն է իր դեմ ստեղծում, իբր իրենց դեմ խաղ չկա, փշրվեց եւ շատ լավ երևաց, որ լավ էլ խաղ կա։ Կան ինչ-որ գծեր, որոնք եթե հատվում են, իսկ հակառակ կողմը կարողանում է դա ճիշտ ներկայացնել, այդ գծերը հատելն իրենց դեմ է աշխատում։ Ակտիվ քաղաքացիները, լրագրողները, այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ մասնակցում են որևէ ընտրության տեխնացուների հետ ինչ-որ հանդիպումների, պետք է հստակ հարց ուղղեն, թե ինչպիսին է նրանց վերաբերմունքը երբեմնի Արցախի հանրապետությանը, Արցախի հայերի ինքնորոշման իրավունքին, Արցախի հնարավոր հայկական ապագային։ Եթե ասեն դա իրենց համայնքի հետ կապ չունի, կստեն, շատ ուղիղ կապ ունի։ Ի վերջո կարևորագույն հարցն անվտանգությունն է։ Ի վերջո Հայաստանն ինչ-որ անմարդաբնակ կղզու վրա չէ, իր բոլոր թշնամիներից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Անկամ մայրաքաղաքի Երևանը բավական մոտ է Նախիջևանին եւ Թուրքիայի հետ սահմանին։ Մենք ունենք շատ լուրջ անվտանգային խնդիրներ։ Անկախ դրանից վերևից ինչ համակարգ չի գա, եթե սպան նվիրալ լինի իր անձնակազմի սիրի միջի հայրասեր լինի, ինքը կատարի այն գործողությունները, ինչ որ պետք է ինքը կատարի, ճիշտ։ Եվ հույս ունեմ, որ կլինեն այդպես ստորաբաժանման հրամանատարներ, դեռ մնացել են։ Օրինակ ճանաչում շատերին, որ այսօր եթե ինքը լինի հաստատ մի մետր չի քաշում, ոչ մեկի համար բան չի անի։ Բոլոր ազգային խնդիրների մասին պետք է հարցնել բոլոր ընտրությունների բոլոր տեխնացուներին առանց բացառության եւ պետք է հետեւողական լինել այդ հարցում, ստանալու մեզ համար կարևոր գոյաբանական խնդիրների պատասխանները, նրանց պատկերացումը երկրի ապագայի մասին։
Օրինակ, եթե որևէ ընտրության որևէ տեխնացու խոսում է արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման անհրաժեշտության մասին, ապա պետք է շատ ուղիղ եւ աներկբա հաստատի Նիկոլ Փաշինյանի անմիջական մեղսակցությունը, նրա առաջնային մեղավորությունը Արցախի հայաթափման եւ բռնազավթման հարցում։ Այդ դեպքում այդ հարցերին պատասխանելով շատ հստակ կերևա, թե ով ինչի համար է առաջադրվում եւ հուսանավելու տեղ պարզապես չի մնա։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։